Հունիսի 26-ը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջազգային օրն է։ 1987-ի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի գլխավոր համաժողովն այդ մասին հռչակագիր ընդունեց։ Նպատակը թմրամիջոցը մերժող միջազգային հասարակություն ձևավորելն էր։ Հռչակագրում ասվում է, չնայած այդ չարիքի դեմ տարվող պայքարին խնդիրը դեռևս սպառնում է հասարակական առողջությանը, բարոյականությանն ու անվտանգությանը, վնասում երկրների ազգային անվտանգությանն ու սոցիալ-տնտեսական կայունությանը։ 1993 թվականին դառնալով ՄԱԿ-ի անդամ, Հայաստանը վավերացրեց բոլոր կոնվենցիաները։ Այսօր մենք այդ անդրազգային հանցավորության դեմ պայքարում ոչ միայն համագործակցում ենք այլ երկրների իրավապահների հետ, այլև ունենք թմրամոլության ու թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու ազգային ռազմավարություն։ Ազգային ռազմավարությունը հաստատվել է 2014-ի դեկտեմբերի 30-ին նախագահի կարգադրությամբ։ Ռազմավարության շրջանակում ամեն տարի ոստիկանությունը կառավարություն է ներկայացնում թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տվյալ տարվա միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը։ Ազգային ռազմավարության շրջանակում իրականացնում ենք մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես օրինակ կանեփ կակաչը, հանդիպում ենք դպրոցականների հետ, ներկայացնում արատավոր երևույթի վնասակարությունը և իհարկե բացահայտում ապօրինի թմրաշրջանառության դեպքեր։ Սա ոստիկանության առաջնային ուշադրության խնդիրներից է։ Անցած 5 ամսվա ընթացքում բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության 458 դեպք, 218 անձ ենթարկվել է քրեական պատասխանատվության։ Նրանցից 10 օտարերկրացիներ են, 7 կանայք, 1 անչափահաս։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ բացահայտումների թիվն աճել է 105-ով։ Ոստիկանությունը իհարկե շարունակելու է պայքարը ապօրինի թմրաշրջանառության դեմ, ձեռնարկելով հնարավորը երևույթին հակազդելու ուղղությամբ։ Նաև դիմում է քաղաքացիների ողջամտությանն ու հորդորում. թույլ մի տվեք, որ րոպեական հաճույքի գայթակղությունը թունավորի ձեր կյանքը։ Թմրամոլության դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակում ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների աշխատակիցները հանդիպում զրույց անցկացրին Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանում գործող երեխաների սոցհոգացության կենտրոնի շահառուների, անչափահասների ու նրանց ծնողների հետ։ Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների ծառայողները խոսեցին թմրամոլության բացասական հետևանքների, ինչպես և թմրանյութերի ապօրինի շրջանառության դեպքերի համար օրենքով նախատեսված պատասխանատվության մասին։ Ցուցադրվեց նաև տեսաֆիլմ վնասակար այլ երևույթների, ծխախոտի, ալկոհոլի հետևանքների մասին։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հունիսի 23-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 29 դեպքից բացահայտվել է 22-ը, արձանագրվել է զենք զինամթերքի առգրավման և թմրամիջոցի հայտնաբերման մեկական դեպք, բացահայտվել է գողության 21, խարդախության 5, խուլիգանության 2, ավազակային հարձակման և յուրացման մեկական դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու, խարդախության և ավտոմեքենա փախցնելու մեկական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 30 պատահար, ինչի հետևանքով 7 մարդ զոհվել է, 54-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Հունիսի 24-ին ոստիկանության կրթահամալիրում անցկացվեց մինի ֆուտբոլի մրցաշար, նվիրված ոստիկանության գնդապետ իրավաբանական գիտությունների թեկնածու Վարդան Պետրոսյանի հիշատակին։ Մրցում էին կրթահամալիրի ուսումնական կենտրոնի և քոլեջի թիմերը։ Լարված պայքարում հաղթեց ուսումնական կենտրոնի թիմը, որին էլ հանձնվեց Վարդան Պետրոսյանի անվան գավաթը։ Խաղի ավարտին ոստիկանության կրթահամալիրի պետ Հովհաննես Վարյանը խոսեց Վարդան Պետրոսյան մարդու մասին, ով սկզբունքային սպայի, մարդկանց հետ շփվելու կարողության, պարտաճանաչության, սրտացավության շնորհիվ վայելում էր գործընկերների հարգանքն ու սերը և ով մշտապես ներկա է կրթահամալիրում։